Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատախազության աշխատողի օրվան նվիրված դատախազների անկախությունն ու անաչառությունը հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում կոռուպցիա եւ փողերի լվացում թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հայաստանի գործադիր եւ դատական իշխանության ղեկավար կազմը, եվրոպական 7 երկրների դատախազությունների եւ դատախազական 2 միջազգային կառույցների, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ, դատախազներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։ Վարչապետը իր ելույթում շնորհավորել է դատախազության աշխատողի օրվա առիթով եւ դատախազության աշխատողներին շնորհակալություն հայտնել կատարած կարևոր աշխատանքի համար։ Երկրի ղեկավարի խոսքով քաղաքացուն երջանկության համար անհրաժեշտ գործառույթների խաղաղության եւ կամ անվտանգության, ընդ որում ներքին եւ արտաքին, արդարության, ազատության եւ բարեկեցության ձգտումների իրականացման գործում շատ էական դեր ունի իրավապահ համակարգը։ Այդ համատեքստում Փաշինյանը արձանագրել է կոռուպցիան այն հիմնական խնդիրներից է, որը մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ ցանկացած իրականության մեջ։ Կառավարության քաղաքականությունն է ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի եւ կոռուպցիոն դրսեւորումների նկատմամբ եւ շարունակում ենք հետեւողական լինել այդ ճանապարհին, ասել է նա, ընդգծելով, որ կարեւոր է ոչ միայն կոռուպցիայի հետևանքները հայտնաբերելն ու վերացնելը, այլև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառները նույնականացնելը։ Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը եւ արդարադատությունը ավելի հասանելի է դառնում, չնայած պիտի արձանագրենք նաեւ, որ դա պարզ գործընթաց չէ, ասել է Փաշինյանը, հավելելով, որ դա շարունակական գործընթաց է եւ կարեւոր է ունենալ քաղաքական կամք առկա խնդիրներին անդրադառնալու, հարցերի պատասխանները քաղաքական եւ իրավական առումով ձևակերպելու։ Երկրի ղեկավարի կարծիքով Հայաստանում բարեփոխումներն իրականացվում են այն ակնկալիքով, որ արդարությունից եւ արդարադատությունից հանրության քաղաքացիների բավարարվածության աստիճանը գնալով ավելի կմեծանա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին Կանադայի օրվա առիթով։ Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։ Հայաստանը առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը եւ երկկողմ հետաքրքրությունը ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանը եւ խորացմանը։ Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Օգտվելով առիթից վերահաստատում եմ իմ պատրաստակամությունն աշխատելու ձեզ հետ մեր երկու երկրների միջև համագործակցության ողջ ներուժը կյանքի կոչելու ուղղությամբ։ Եվս մեկ անգամ շնորհավորելով ազգային տոնի կապակցությամբ մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ եւ քաջառողջություն, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին բարօրություն, խաղաղություն եւ երջանկություն»։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները, ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը։ Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Շվեյցարիայի խորհրդարանականներ Էրիխ ֆոն Տոբելը եւ Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամներին եւ աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրենց հայրենիք արժանապատիվ եւ անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայդատի գրասենյակը, մանրամասնելով, որ շվեյցարացի падգամավորների ճեպազրույցը Միացյալ Նահանգների կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Նշվում է, որ տեղի ունենալիք ճեպազրույցի ժամանակ բանախոսները կանդրադառնան շվեյցարական խաղաղության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար նախաձեռնության աշխատանքներին, որը նպատակ ունի ապահովել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը հայրենիք։ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում 2025 թվականի մայիսի 26-ին իր աշխատանքներն է մեկնարկել շվեյցարական խաղաղ նախաձեռնություն հանուն Լեռնային Ղարաբաղի միջկուսակցական հանձնախումբը, որը բխում է երկրի խորհրդարանի երկու պալատները ընդունած բանաձևից, ինչը երկրի կառավարությանը մանդատ է տալիս ստեղծել խաղաղության ֆորում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև միջազգայինորեն միջնորդավորված երկխոսությունը խթանելու համար։
2025 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել է 6.5 միլիարդ դրամով։ Այս մասին Facebook-յան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։ Պետական բյուջեին մուտքագրվել 1 տրիլիոն 356 միլիարդ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավել են 14.2% կամ 168 միլիարդ դրամով։ Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին, նշել է Փաշինյանը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերիին։ Փոխդեսպան Թահերին շնորհավորել է Արամ Ղազարյանին ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծելով, որ հանդիպումն արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման հանձնառությունը։ Արամ Ղազարյանն իր հերթին ընդգծել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև ձևավորված կայուն ու գործընկերային հարաբերությունները, շեշտելով, որ դրանք հիմնված են պատմական եւ բարեկամական արժեքների վրա։ Ոստիկանապետը վերահաստատել է այդ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Երկուստեք կարևորվել է իրավապահ կառույցների միջև կապերի առավել ակտիվացման, ինչպես նաեւ անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղված հավելյալ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս։ Հունիսի 30-ին երեկոյան ժամերգությունից հետո նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ մայր տաճարում մատուցվել է Սուրբ եւ անմահ պատարագ գերեալների ազատության, նեղյալների մխիթարության եւ հայրենի երկրի խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայրաթորի տեղեկատվական համակարգից։ Պատարագիչն է եղել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Սրբազան արարողությանը ներկա են եղել Մայրաթորի միաբաններ, Արցախի պետական եւ հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների եւ գերիների ընտանիքների անդամներ, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ Քրիստոնյան երբեք չպետք է մոռանա, որ բանտարկումը եւ գերությունը հաճախ այս աշխարհի անարդարության եւ ոչ թե արդարադատության արդյունք է, եւ որ ազատության մեջ գտնվողները հաճախ պակաս հոգեվոր ու բարոյական պատասխանատվություն չեն կրում, քան բանտերում գտնվող իրենց եղբայրները, նշել է Վրթանես Սրբազանը։ Վերջում Սրբազանը ներկա հավատավոր ժողովրդին հրավիրել է աղոթքով զորակից ու աջակից լինել բոլոր նեղյալներին եւ գերեալներին եւ նրանց ընտանիքներին, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները եւ հետամուտ լինել ազգային միասնության հաստատմանը։ Ամուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, այս մասին Facebook-յան իր էջում գրել է Տեր Մովսես քահանա Սահակյանը։ Հայ առաքելական եկեղեցին Աստծո տունն է, որտեղ բոլոր ծառայողները ամուսնացյալ թեկուսակրոն միավորված են Քրիստոսի սիրով եւ ծառայում են Աստծո կամքին։ Փորձերը պարակտել եկեղեցին առանձնացնելով քահանաներին հակասում են մեր հավատքի ոգուն։ Եկեղեցու գլուխը Քրիստոսն է եւ նրա օծյալը ամենայն հայոց կաթողիկոսը կանգնած է ծառայության մեջ Աստծո ընտրությամբ։ Եկել է ժամանակը վերջ տալու բոլոր պարակտող եւ մեր բոլորի հոգեվոր ապրումները այլայլող խոսքերին ու քայլերին։ Ժամանակի հրամայականն է վերահաստատվել սիրո եւ միմյանց հանդեպ հոգատարության մեջ։ Թող մեր մեջ սեր լինի։ Հետգրություն։ Աստծուն երբեք եւ ոչ ոք չի կարող խաբել, գրել է նա։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրառել էր. մի շարք ամուսնացյալ քահանաներ իրենց վերադասի հրահանգով ու պարտադրանքով փորձել են վիճարկել երեկվա իմ հայտարարությունը, թե հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաները իմ եղբայրներն են, որովհետեւ չեն խաբում ժողովրդին եւ Աստծուն։ Մեջբերման ավարտը։ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավարն է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ Այս մասին հայտնում են կառույցի Երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հուլիսի 1-ից։ Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան 2 տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում եւ Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի Հայաստանի կառավարության եւ երկրում գործող զարգացման գործընկերների հետ արդյունավետ
արդյունավետ երկխոսության եւ համագործակցության ավանդույթը։ Զարկոնեն ղեկավարի Համաշխարհային բանկի Հայաստանի հետ հաստատված երկրի գործընկերության շրջանակի իրականացումը, կապահովի բանկի ընթացիկ եւ նոր հաստատված ծրագրերի արդյունավետ իրականացումը, մասնավորապես էներգետիկա եւ ջրային ոլորտներում, ինչպես նաեւ կառաջնորդի Երևանի գրասենյակի թիմը։ Ինձ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանի գրասենյակին եւ ամրապնդել մեր համագործակցությունը Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հետ։ Իմ ուշադրության կենտրոնում կլինի երկրի զարգացման առաջնահերթություններին աջակցելը, հատկապես դիմակայունության ուժեղացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումները մարդկային կապիտալում, զուգահեռ խթանելով կլիմայական գործողությունները եւ ներառական աճը, նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն։ Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների, մարզի համայնքների եւ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ Ահարոն Սահակյանն անցկացրել է մարզխորհրդի հերթական նիստի օրակարգի առաջին կետով համայնքներում ընթացիկ տարվա սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներն է ներկայացրել ֆինանսական վարչության պետ Համլետ Ստեփանյանը։ Այս պահին արկա տվյալներով բոլոր հարկատեսակների մասով հավաքագրման ցուցանիշները բարվոք են, ինչը նաեւ բնակիչների հետ իրազեկման շարունակական աշխատանքների արդյունք է։ Հաջորդիվ քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Գուրգեն Ավետիսյանը ներկայացրել է մարզի համայնքներում 2023-24 թվականներին սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները, ինչպես նաեւ 2025-ի սուբվենցիոն ծրագրերի եւ ծրագրային հայտերի մասին ամփոփ տեղեկատվություն։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի կառավարության մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ ծրագրերով Կոտայքի մարզում նախատեսված դպրոցաշինության ընթացքին, ինչպես նաև պետական բյուջեով մարզում իրականացված եւ նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքներին։ Ավետիսյանը զեկուցել է նաև մարզի համայնքներում այս տարի առաջին կիսամյակում հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացված վերահսկողության, ոլորտում իրականացվող այլ աշխատանքների, ինչպես նաև նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին։ Ծավալվել է հարց ու պատասխան, համայնքների ղեկավարներին մտահոգող խնդիրները կգույքագրվեն եւ կքննարկվեն պատասխանատու գերատեսչությունների հետ։ Ուժային կառույցների գործընկերները հանդես են եկել առաջարկով համայնքներում, ինչպես նաև մարզի հանրակրթական դպրոցներում տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտության մասին, որի ուղղությամբ թե համայնքները, թե մարզպետի աշխատակազմը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում քայլեր կձեռնարկի, փոխանցում են Կոտայքի մարզպետի աշխատակազմից։ Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես Urban-e.gov.am միասնական թվային հարթակի միջոցով։ Քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Ինչպես Armenpress-ին տեղեկացրել են քաղաքաշինության կոմիտեից, հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները։ 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30,800 դիմում, որից շուրջ 6,400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից հարթակը գործարկվել է Հայաստանի բոլոր մարզերում եւ Երևանում, նպատակ ունենալով թափանցիկ դարձնել թույլտվությունների տրամադրման գործընթացը, նվազագույնի հասցնել քաղաքացիների եւ կազմակերպությունների շփումը պետական համայնքային կառույցների հետ, ապահովել քաղաքացու դիմումի հետագծելիությունը, իսկ տարբեր համակարգերի ինտեգրման շնորհիվ կրճատել գործընթացի համար ծախսվող ժամանակը։ Հունիսի 27-ին Աբովյան քաղաքի Գեղարվեստի դպրոցում օրը տոնական էր, արվեստով ու հյուսերով լի։ Տեղի է ունեցել դպրոցի 2024-25 ուսումնական տարվա ավարտական ցուցահանդեսը։ Ցուցասրահներում ներկայացված են եղել շնորհարի շրջանավարտների տարբերվող ու յուրահատուկ աշխատանքները, որոնք արդյունքն են սաների ստեղծագործ մտքի Գեղարվեստի դպրոցում տարիներ շարունակ յուրացված գիտելիքների եւ հմտությունների։ Ավարտական դասարանների հաշվետու ցուցահանդեսը կայացել է Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցների, դպրոցի մանկավարժական անձնակազմի, սաների եւ արվեստասեր բնակիչների մասնակցությամբ։ Հունիսի 23-ից 30-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5122 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 135 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 197 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 269 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 96, չամրակապված վարելու 1126, առանց մանկական նստատեղի քարսիթի 25, վարելու ընթացքում ծխելու 481,
Վարելիս հեռախոսից օգտվելու 310, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 80 եւ 1754 այլ իրավախախտում, 166 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 331-ը տեխնիկական զննություն չանցած, 53-ը լուսարձակների անսարքությամբ, 75-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 42 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14639 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 263 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստաբ 216 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 617, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող 1 անձ։ Հայտնաբերվել են նաև հաշվառման համարանիշի հետ կապված 44, չամրակապված վարելու 3677, առանց մանկական նստատեղի քարսիթի 201, վարելու ընթացքում ծխելու 400, վարելիս հեռախոսից օգտվելու 692, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 27, արագության գերազանցման 2036 եւ 4255 այլ իրավախախտում, 582 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1501-ը տեխնիկական զննություն չանցած, 235-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 10-ը բեռնատար, 158-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 25 անձ։ Սևանալճում ուժեղացված ծառայության մեկնարկը տրված է, հայտնում են փրկարար ծառայությունից։ Ներքին գործերի նախարարության ջրային պարեկները եւ փրկարարները հսկողություն կիրականացնեն շուրջօրյա ռեժիմով։ Հուլիսի 1-ից ներքին գործերի նախարարության ջրային պարեկային եւ փրկարար ծառայությունները անցնում են ուժեղացված ծառայության։ Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանալճում առափնյա հատվածում պատահարների եւ դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաեւ դրանց կանխարգելման նպատակով 24-ժամյա ռեժիմով կիրականացնեն խիստ հսկողություն, համարժեք հակազդելով ցանկացած իրավախախտման։ Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, անհրաժեշտ է պահպանել լողամիջոցների օգտագործման, մոտորանավակների շահագործման անվտանգության կանոնները, ինչպես նաև ալկոհոլ օգտագործած վիճակում չլողալ, շրջապատի նկատմամբ դրսևորելով պատասխանատվություն։ Հասարակական կարգն ու անվտանգության կանոնները խախտելու համար օրենսդրությամբ նախատեսվում են պատասխանատվության միջոցներ, որոնք կիրառվելու են անխտիր բոլոր օրինազանցների նկատմամբ, նշված է հաղորդագրության մեջ։ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը, որը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, լքել է նախարարության շենքը։ Նա մոտ 1 ժամ անցկացրել է դիվանագիտական ներկայացուցչությունում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Դեսպանը Սմոլենսկայա հրապարակում գտնվող նախարարության շենքից դուրս է եկել առանց մեկնաբանության։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը կկանչվի Բաքվի անբարեացկամ գործողությունների եւ ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, հանրապետության մարզերում հուլիսի 2-ին կեսօրից հետո, 3-ից 6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հնարավոր է նաև կարկուտ, քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-ից 23 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-ից 4-ին աստիճանաբար կնվազի 5-ից 8 աստիճանով։